Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը կրճատում է 4 աստղանի գեներալների թիվը։ Լոս Անջելեսում հեպատիտ A-ի բռնկումը հասել է վտանգավոր մակարդակի, վիրուսն արդեն հայտնաբերվել է կոյուղաջրերում։ Սան Դիեգոյի ափին շրջված նավակից դուրս են բերվել վիրավորներ ու զոհեր, նախնական տվյալներով նավակում անօրինական միգրանտներ են եղել։ Դաշնային դատավորը պարտադրել է Թրամփի վարչակազմին ընդունել 12,000 փախստականի, չեղարկելով սահմանափակման որոշումը։ Հոլիվուդում ֆիլմարտադրությունը կրճատվում է ռեկորդային չափով ֆինանսական ճգնաժամի և քաղաքական ճնշման ֆոնին։ ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտը տուժում է ներգաղթի խիստ կանոններից, մասնագետները հեռանում են երկրից։ Այս և մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը հայտարարել է, որ 4 աստղանի գեներալների և ադմիրալների թիվը կկրճատվի 20%-ով։ Արդեն աշխատանքից ազատվել են մի քանի բարձրաստիճան սպաներ։ Նախարարը քննադատել է զինված ուժերում ներքին քաղաքական սխեմաները և ավելորդ հրամանատարական շերտերը, ասելով, որ իրենք պետք է վերադառնան պարզ կառուցվածքի։ Նախարարի կարծիքով Պենտագոնը պետք է զբաղվի ոչ թե գրասենյակային գործերով, այլ իրական ռազմական պատրաստությամբ։ Բացի գեներալների թվի կրճատումից, նախարարը նաև կարգադրել է վերանայել բանակում գործող բոլոր այն ծրագրերը, որոնք վերաբերում են տարբեր ազգությունների, սեռերի և այլ խմբերի ներկայացուցիչների հավասար ներգրավմանը։ Նրա խոսքով նման նախաձեռնությունները կարող են բաժանել զինվորականներին և խաթարել բանակի միասնությունը։ Լոս Անջելեսում սկսվել է հեպատիտ A-ի վտանգավոր բռնկում։ Առողջապահության վարչությունը գրանցել է արդեն 165 դեպք, գրեթե 3 անգամ ավելին, քան նախորդ տարի։ Վարակված մարդկանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ վիրուսը հայտնաբերվում է նաև կոյուղաջրերում։ Հեպատիտ A-ն լյարդի վարակ է, որը փոխանցվում է կեղտոտված սննդի, ջրի կամ կեղտոտ առարկաների միջոցով։ Թեպետ հիմնականում հիվանդանում են անօթևաններն ու խոցելի խմբերը, բայց արդեն դեպքերի 15%-ը գրանցվել է առողջ մարդկանց մոտ, ովքեր ունեն բնակարան և ապրում են մաքուր պայմաններում։ Սա վկայում է, որ վարակը սկսել է հասնել նաև ընդհանուր բնակչությանը։ Առողջապահական մարմինները հորդորում են պատվաստվել, լվանալ ձեռքերը և խուսափել կասկածելի սննդից։ Բժիշկները զգուշացնում են, որ միայն պատվաստումը կարող է պաշտպանել և կանխել վտանգավոր հիվանդության տարածումը։ Սան Դիեգոյի մերձակայքում Դելմար քաղաքում հայտնաբերվել է շրջված նավակ, որի մեջ եղել են զոհեր ու վիրավորներ։ Նավակում եղել է առնվազն 16 մարդ, դեռ բոլորին չեն գտել։ 3 տղամարդ մահացած է, 4-ին հաջողվել է փրկել և տեղափոխել հիվանդանոցներ տարբեր վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով նավակում անօրինական ճանապարհով ԱՄՆ մտնող միգրանտներ են եղել, որոնց հետ նաև երեխաներ կային։ Փրկարարական գործողությունները շարունակվում են, ներգրավված են ուղղաթիռներ, հատուկ նավակներ և ջրային որոնողական սարքավորումներ։ Տարածքը վերահսկում են նաև սահմանապահ ծառայությունները։ Նոր վարչակազմի վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների և պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների և այլ հարցերում։ Անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան աշխատակիցների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, և Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Դաշնային դատավորը պարտադրել է Թրամփի վարչակազմին ընդունել 12,000 փախստականի։ Վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միայն 160 մարդու, սակայն դատավորը նշել է, որ նման սահմանափակումն անօրինական է։ Այս մարդիկ պատերազմներից, բռնություններից կամ աղետներից փրկված փախստականներ են։ Նրանք տարիներ շարունակ սպասել են ԱՄՆ տեղափոխվելուն և արդեն անցել են բոլոր անհրաժեշտ ստուգումները։ Դատավորը ընդգծել է, որ հնարավոր չէ նրանց մերժել կամ թողնել անորոշ վիճակում։ Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարտավոր է շարունակել փախստականների ընդունման ծրագիրը և թույլ տալ, որ արդեն հաստատված մարդիկ տեղափոխվեն ԱՄՆ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։
Հոլիվուդում ֆիլմ արտադրությունները կտրուկ նվազել են։ Կալիֆոռնիայում ոլորտային գործազրկությունը հասել է 12%-ի։ Warner Brothers-ը, որը տարեկան արտադրում է 500 ֆիլմ ու սերիալ, այժմ նկարահանում է ընդամենը 260-ը, իսկ Disney-ն ու Netflix-ն էլ կրճատել են իրենց նախագծերը։ Տոմսերի վաճառքն էլ շարունակում է ցածր մնալ կինոթատրոններում։ Բացի այդ, մարդիկ սկսել են հրաժարվել ֆիլմերի ու սերիալների վճարովի հարթակներից, ինչը նվազեցնում է ստուդիաների եկամուտները։ Հոլիվուդը բախվում է նաև քաղաքական ճնշման։ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ ֆիլմերում չլինեն ռասայական կամ գենդերային թեմաներով պատմություններ ու որ արտադրությունը պետք է տեղափոխվի ԱՄՆ, նույնիսկ եթե դա ավելի թանկ է։ Սա էլ ավելի է բարդացնում իրավիճակը, երբ ոլորտն արդեն ֆինանսական ու մշակութային դժվարությունների մեջ է։ ԱՄՆ-ում տեխնոլոգիական ոլորտը լուրջ խնդիրների առջև է կանգնել ոչ միայն ֆինանսավորման կրճատման, այլև ներգաղթի խիստ սահմանափակումների պատճառով։ Շատ ընկերություններ դժվարությամբ են գտնում բարձր որակավորում ունեցող աշխատողներ։ Երիտասարդ մասնագետները նախընտրում են տեղափոխվել այլ երկրներ։ Եթե այս միտումը շարունակվի, ԱՄՆ-ն կարող է աստիճանաբար կորցնել իր ամենակարևոր առավելությունը՝ մարդկային տաղանդը։ Ամերիկյան համալսարաններն ու տեխնոլոգիական ընկերությունները համարվում էին աշխարհում լավագույնները, բայց այսօր այդ դիրքը սկսել է թուլանալ։ Google-ի, Meta-ի և այլ ընկերությունների աշխատակիցներից շատերը տեղափոխվել են Կանադա, Մեծ Բրիտանիա և Սինգապուր, որտեղ ներգաղթի կանոնները ավելի մեղմ են, իսկ պետությունը ակտիվ աջակցում է տեխնոլոգիական ոլորտին։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։